Ալո։ Խոնարհությամբ տալիս եմ իմ գլուխը հակելու այս կրակարանին նկատի ունենալով մեր զոհերի հիշատակը, որոնց եկեղեցին սրբադասեց եւ այն հիշատակը, որ մի մասը նաեւ իմ ընտանիքն է, քանի որ իմ ծնողները կոտորածից փրկված երկու զավակներն են մեծացած որբանոցում, իմ երկու ծնողները։ Գալիս եմ այստեղ իմ ընտանիքի սրբազան պարտքը կատարելու, ոչ միայն ընտանիքի, նաև մեր համընդհանուր։ Մայստրո, մտավորականությունը ինչու աղմուկ չի բարձրացնում, երբ որ տեսնում եք։ Գիտեք ինչ, ես այնքան միայնակ կյանքով, այնքան փակ կյանքով եմ ապրում, 86 տարեկան եմ։ Ես չգիտեմ ով ինչ է անում, բալիկ ջան, այնքան սերունդ կա, որոնց երաժիշտների մեջ չեմ ճանաչում։ Չգիտեմ անունները չեմ լսել, որտեղ ես միայնակ եմ, մենակ եմ ապրում, կին չունեմ, երեխա մեստեղ չեն, եւ հավասիկ արդարանում եմ այն մասին, թե ինչու չգիտեմ, թե ինչ են անում մտավորականները։ Բայց դուք հեղինակություն եք ձեր ձայնը հասարակության համար լսել եք։ Ես չեմ գալիս, բալիկ, ես լավ է, չեք հասկանում, ես չեմ ուզում խոսել այս մասին։ Բայց ձեզ մեղադրում են, զուտ ուզում եմ դրա համար ներկայացնեք։ Դե ես պիտի մեղադրեն պիտի, այո, իրավունք ունեն երևի, ես չգիտեմ, ուրիշ տեսակ ապրել, եթե հնարավոր լիներ ինձ կապրեի, տնից շատ քիչ եմ դուրս գալիս, եւ արդարանալ չեմ ուզում, ես իմ անելիքը անում եմ, շուտով 350 դպրոցական երեխա մի համերգ են տալիս, որը ամբողջ երաժշտությունը իմն է, ժողովրդական բանահյուսական նյութերի հիման վրա գրված տարբեր բարբառներով հայերենի եւ սա է իմ պատասխանը միակ բանը որ կարող եմ անել եւ իմ ինչ ասեմ լավագույնը որ կարող է անել սա է սիրով Շնորհակալ ենք, մայստրո։